Դժվար է հիմա ասել Սամվել Կարապետյանը ինչ-որ բան է հայտարարել։ Ես հիմա պիտի հասկանամ, մենք գործ ունենք արհեստական բանականության, թե իրական մարդու հետ։ Երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն։ Բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում եւ հասարակությունը այնուամենայնիվ նաեւ արհեստական բանականությանը առերեսվում է եւ գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետեւ մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց եւ ոչ իրական, բնականաբար պիտի վիրտուալ մարդկանց մասին խոսենք, հաշվի առնելով, որ երեք արդեն նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք մեղմ ասած հարիստ չէ ոչ քաղաքական ուժին եւ նաեւ կա խաղանների, չգիտեմ, այլ պատկերներով, ինչ որ արհեստական բանականությամբ ձևավորած ուժեղ մարդկանց կերպարով, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից, նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա եւ հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան, մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով։ Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործչի եւ նրա զավակների մասին։ Եվ մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չեն ծառայում, պիտի պարզաբանում տա եւ նոր խոսի անվտանգությունից։ Ես այլ բան իրեն չեմ։ Երբ կպարզաբանեն, ինչու չեն ծառայել։ Ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, բայց մարդիկ փախած են, ձեր ցավը են։ Հարցն է, որ այդ պարզաբանումը չի դրվել նաև։ Նարեկ Կարապետյանը այստեղ է, Նարեկ Կարապետյանը ես փախչող չեմ ասում։ Նույն Սամվել Կարապետյանի տղաները ուր են եղել մինչև 27 տարի։ Ողջույն, պարոն նախագահ, տեղեկություններ ունենք, դա օրինական թե անօրինական ճանապարհով բանակից ազատվել է։ Փաստ է եղել, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել։ Այդ մարդիկ մինչև 27 տարեկանը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Օգտվում են ինկուբար տալու։ Այ պարզապես ոչ մի ծրագրից չեն օգտվում։ Այդպես շատերն են օգտվում։ Հազարավոր քաղաքացիներ հայտ չեն ներկայացնում քաղաքական եւ երկիրը ղեկավարելու հայտ չեն ներկայացնում։ Բայց եթե դա այդպես քննիր է, գուցե Բոլորի բանակից ազատվելու համար կան համապատասխան հիմքեր։ Հարցում արեք բոլորի պատասխանը։